Այսօրվա խաղաղության օրակարգը բերում եք այնպիսի հարտակում, որ այսօր ձեր թեզերից մեկը նախատեսում է ժողովրդին ներկայացնել, որ Հայաստանը այլևս անկախ պետություն է եւ հակամարտության գործում չի գտնվում եւ որևիցե խնդիր չի առաջանում մեր սահմանակում։ Մենք պայմանագիր ենք ընկել խաղաղության, այդպես է։ Չէ, մենք պայմանագիրը նախաստորագրել ենք, խաղաղության հռչակագիր ենք ընդունել, որ այո։ Իսկ դուք որպես վարչապետ լինելով ու պաշտոնել, դուք երաշխավոր կարող եք կանոնել մեր երկրում, որ Ադրբեջանը կամ Թուրքիան չի փորձում հակամարտություն ստեղծել։ Դրա համար դիվանագիտություն կա, միջազգային հարաբերություններ կան, հասկանում եք։ Հակամարտության համար պետք է լինի հիմնավորում եւ պատճառ։ Բա մենք ինչ ենք ասում, որ մեր ռազմավարությունները պետք է հիմնված լինեն լեգիտիմության վրա, որովհետեւ մեր միջազգայինորեն ճանաչված տարածքների լեգիտիմ մեր իրավունքները պաշտպանելը դա մեր պետական իրավունքն է եւ մեր տարածքային ամբողջականությունը, մեր անվտանգությունը, բայց մենք հիմա նախընտրական ծրագիրը մեր կհրապարակենք առաջիկանում, որտեղ մանրամասն նկարագրված է անվտանգության մասին մեր պատկերացումները եւ անվտանգության մասին մեր պատկերացումները հենված է լեգիտիմության, փոխկապակցվածության, կանխատեսելիության եւ իհարկե զինված ուժներն են մենք զարգացնում, բայց մենք զինված ուժերը համարում ենք անվտանգության ռեզերվ, ոչ թե անվտանգության առաջին օղակ։ Դրա մասին բազմիցս խոսում։ Հարգելի պարոն վարչապետ, Աջան, եւս այսպեսի մի հարց։ Ի պաշտպան եք, դուք ասում եք պետք է ունենանք լեգիտիմ հիմքեր։ Մենք ունենք, ես չեմ ասում։ Ովքեր մեր լեգիտիմ հիմք է, սովա մեր անվտանգությունը, ճիշտ է, առաջնահերթություն։ Մեր դիվանագիտությունը խողովակներով աշխատանքներ տարել։ Մեր անվտանգային համակարգը ով է երաշխավորում։ Մենք ոչ թե պետք է ունենանք, այլ ունենք միջազգայինորեն ճանաչված տարածք, մենք մեր բոլոր բավականին։ Սկսած մենք ունեցել ենք մեր տարածքները, սկսած Արցախով, ոչ, դուք որպես հայ, ես հասկանում, որպես հայ եւ վարչապետ, դուք ընդունում եք, որ Արցախը հայկական տարածք է եղել։ Սահակյան ջան, հայկական տարածքի մասին խոսք չի, ես Հարց եք տալիս, ի պաշտոն եմ հարց տալիս, ձեր փոխարենով էլ լինեք, կարող ենք նմանատիպ հարցեր։ մի րոպե սպասեք, ուրեմն, թող այո, լսում եմ ձեզ։ Ես ասել եմ, որ մենք Ադրբեջանի հետ խաղաղություն ենք հաստատել, Ես Սահակյան, մի րոպե հարց եմ տալիս։ Ընկեր Սահակյան, մի հատ ենք կոմկն։ բարով ես եկել 1000 Այնքան հանրությանը պետք է հստակեցնել, որ ժողովուրդը ուրեմն մենք Ադրբեջանի հետ խաղաղություն ենք հաստատել 1991 թվականի Ալմաթայի հռչակագրի հիման վրա, ինչը նշանակում է անկախ Հայաստանի տարածքը Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետության տարածքն է, իսկ անկախ Ադրբեջանի տարածքը խորհրդային սոցիալիստական Ադրբեջանի տարածքն է եւ հետեւաբար, քանի որ խորհրդային միության ժամանակ, այդ թվում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը եղել է Ադրբեջանի տարածքում, մենք ճանաչել ենք Ղարաբաղը որպես Հայաստանի Հանրապետությունը խորհրդային ժամանակահատվածում այլ քարտեզներ ունեցել։ Հայաստանի Հանրապետությունը ի սկզբանե երբ ճանաչվել է անկախ պետություն, սուտ չի կարող լինել։ Չէ՞ որ մենք մի ձեր հարցին պատասխանեցինք։ Մենք ունեցել ենք 94 թվականին հստակ միակ քարտեզ։ Արցախը նույնպես ներգրաված է Հայաստանի Հանրապետության որպես տարածք։ Քարտեզները հիմա չեն կարող։ Սա ես չեմ համարում հիմնական քարտեզ։ Դուք չեք համարում, դա ձեր խնդիրն է։